օրենքի ուժով ամենակներեք ես կավարտեմ հեսա, օրենքի ուժով ամենախիստ և ամենահնարավոր ամենախիստ պատիժն է իրանց սպասվում, ես հստակ ասում եմ, այն ինչ-որ լինելու է իրանց հետ, թող լավ պատրաստվեն դրան, ինչ վերաբերում է ձեր մատնանշած հարցին, և ասում եմ, սա շատ կարևոր է արձանագրել, որովհետև վերջին 8 տարիների ընթացքում մենք այնուամենայնիվ ունեցել ենք ընտրություններ հարաբերականորեն ազատ, անկախ և ժողովրդավարական։ Վերջի ընտրությունները, ու հələ մի հատ էլ որ ընդդիմությունն է խոսում ընտրակեղծիքներից կամ նմանատիպ բաներից բողոքում է, իրոք տենց մարդկանց դեմքներին ժպիտ առաջացնում, գյուղերով ընտրակաշարք են բաժանել ու միակ բանը, որ կարող են իրենք բողոքել, միակ բանից, որ իրենք կարող են բողոքել, այդ այն է, որ իրենք փողը տվել են ու իրանց չեն ընտրել մարդիկ։ Կներեք ավարտում եմ։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հարցին, ես միակ բանը, որ գիտեմ, դա այն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր ասած որոշման հետևանքով 1200-ից ավել ձայն է կորցնում, բայց անկեղծ եմ ասում, նույնիսկ այդ դետալները ինձ հետաքրքիր չեն, որովհետև մի կարմիր գիծը հատվե, մի ռուբիկոնը հատվե ընդդիմության կողմից, որը որ այլ մոտեցման է բերելու իշխող, կառավարող ուժի կողմից, քաղաքական այլ մոտեցման է բերելու և մենք այլ որակի նոր մոդելի պետություն ենք դառնալու դրա հետևանքով։ Այ կտեսնեք շուտով։ Իսկ որ այդ վերահաշ կամ այդ չեղարկման արդյունքում, որը ըստ էության կարող է վճռորոշ լինել Բարգավաճ Հայաստանի համար։ Անկեղծ եմ ասում, ինձ նենց մեկ է։ Բարգավաճ Հայաստանը կանցնի, չի անցնի, ընտրակաշարք բաժանող Բարգավաճ Հայաստանները, ուժեղ Հայաստանները, չգիտեմ, Հայաստան դաշինքները առհասարակ մեր քաղաքական կյանքում տեղ չպետք է ունենան, այդ տեսակ ուժերը առհասարակ չպետք է լինեն մեր քաղաքական դաշտում, ընտրակաշարք բաժանողը, ընտրակեղծարարությամբ զբաղվողը Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի։ Սա է իմ քաղաքական դիրքորոշումը, մնացած դետալները բացարձակ հետաքրքիր չեն։ Նախկինում, երբ որ կրկին ընդդիմությունը այն ժամանակ քաղաքացիական պայմանագիրը խոսում էր կրկին ընտրություններից, ես մոտավորապես հիշում եմ, որ պարոն Փաշինյանը ասում էր ամեն դեպքում գումարը բաժանվում է, բայց ընտրատեղամասում ընտրողի քվեով ձևավորվում են ընտրությունների արդյունքներ։ Եվ դա համարում էր ավելի շատ քաղաքացու նաև պատասխանատվության կամ նաև քաղաքացու պատասխանատվության տիրույթում գտնվող հարց։ Ինչու 8 տարիների ընթացքում ձեզ չհաջողվեց կամ չեք համարում ձախողում, որ դուք չկարողացաք այդ հարցը լուծել, որ այսօր հիմա ընտրությունները ես ձեր գնահատականի հետ համաձայն չեմ, որովհետև եթե դա լիներ, այսինքն ընտրակաշարքով ձևավորվող ընտրությունների արդյունքով ձևավորվող քաղաքական դաշտը լիներ նորմա, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին չէր տեղի ունենա ժողովրդական հեղափոխություն։ Հեղափոխությունը տեղի է ունեցել մի պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կեղծվում էին ընտրակաշարքով, տարբեր մեթոդներով և 2018 թվականից մինչ այսօր որևէ մեկը էականորեն չէր փորձել այդ ընտրակեղծարարության այս տեսակ ծավալը նույնպես իրականացնել։ Հիմա այդ փորձը կատարվել է, այդ ռուբիկոնը անցել են, այդ կարմիր գիծը հատել են և իրանք պատժվելու են։ Նրանք առհասարակ շատ բան են ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ լավ գիտեն ինչ է տեղի ունեցել, շատ լավ գիտեն, նաև գիտեն այն մարդիկ, ովքեր այդ փողը վերցրել և գնացել ընտրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Նիսայի տետրները գիտեն սոցիալապես անապահով մարդկանց ցուցակները ոնց են իրար մեջ բաժանել և առհասարակ նաև ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, որոնք որ իհարկե գործել են, բայց ծավալը այնքան մեծ է եղել, որ նույնիսկ նրանք չէին կարող այս ամբողջ ծավալը փակել։ Եվ կրկին անգամ ուզում եմ հատուկ շեշտել, բոլոր ընտրակաշառատուները, ընտրակեղծիքով զբաղվող անձինք նոր հետաքրքիր իրականության մեջ են հայտնվել։ Պարոն Ալիյան, ձեզ մեղադրում են նրա համար, որ կառավարությունը 10,000 դրամով բացացրեց թոշակները, դա էլ ձեր ընդդիմախոսներն են համարում ընտրակաշառքի միջոցով։ Գիտեք,
Կարելի է, ես չեմ բացառում, որ մեր ընդդիմությունը ունի իրավունք ապուշ լինելու եւ կառավարության փաստացի պարտականությունները վերագրի որպես ընտրակաշառք։ Կներեք ավարտեմ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 թվականից սկսած 8 տարվա ընթացքում գրեթե ամեն տարի անդրադարձել է թոշակների հարցին։ Ասեմ ավելին, հենց նոր ես բյուջեի զեկույց էի ներկայացնում, որտեղ որ խոսում է 2025 թվականին, 2025 թվականը նախընտրական տարի չէր, չէ՞, ժողովուրդ, 2025 թվականին իրականացրած աշխատավարձերի բարձրացման մասին մանկապարտեզներում, մեր մշակույթի տներում, մարզադպրոցներում, գրադարաններում, թանգարաններում, թատրոններում եւ այդպես շարունակ։ Եւ սա մեր պարտականությունն է։ Կներեք, սա մեր պարտականությունն է եւ իրականում Հայաստանի ասեմ ավելին 2025 թվականին Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների, ենթակառույցների բոլոր աշխատակիցները, կանաչապատման, ԵԱՍՄ աշխատակիցները ունեցել են առողջապահական ապահովագրություն։ Դե հիմա կարան գնահատենք։ Դրանից առաջ ասել էր թոշակառուն ինչ պետք է անի, որ 10,000 դրամով բարձրացնենք թոշակը, իսկ նախընտրական շրջանում բարձրացվեց խոսքը սրա մասին է։ Ես գիտեմ մի բան, սա եղել է կառավարության հետևողական աշխատանքը, ամեն տարի է այս տեսակ աշխատանք իրականացվել եւ այս տեսակ աշխատանքը կոչվում է առհասարակ կառավարության լավ աշխատանք։ Պարոն Ավինյան, ձերս էմոցիոնալ ելույթը, հա, որ պետք է բոլոր ընտրակեղծարարները, ենթակյալ ընտրակեղծարարները, ես ասեմ, պատժվեն, հետաքրքիր է, իշխանությունները ինչ էին անում այս 2 ամսվա ընթացքում, որ հակակոռուպցիոն կոմիտե մեկ օրվա մեջ 4-5 վիդեո էր հրապարակում։ Ինչի համապատասխան քայլեր չձեռնարկվեցին այդ ուժերի հետ կապված համապատասխան որոշումներ ընդունել։ Ասեմ ինչի, գիտեք ինչի, որովհետև հետո էլ 5 տարի լացներ լինելու այդ ուժերի, որ մեզ ընտրապայքարից հանեցին։ Թող մնային ու այ հենց ասենց պետք է իրանք պարտվեին ընտրությունները, ընտրակաշառք բաժանելով պետք է պարտվեին, որ բերանները նույնիսկ լեզու չմնար։ Ու հիմա բերանները լեզու չի մնացել։ Եվ այո, նրանք պատժվելու են։ Այո, պատժվելու են համակարգային եւ Հայաստանի Հանրապետությունից ընտրակաշառք բաժանողների տեսակը վերանալու է։ Շնորհակալություն։